Շատ բարի ողջույն, դուք դիտում եք Հայը հաղորդումը, ես Անին եմ Զաքարյան, ձեր խոնար ծառան, համացանցում հայտնի հայուհի անունով, որը նշանակում է մի հայուհի։ Մինչև իմ հյուրին ներկայացնելը պետք է ձեզ հորդորեմ, կոչ անեմ, որպեսզի բաժանորդագրվեք YouTube-յան իմ ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները, կիսվեք, տարածեք մեր հոլովակները, հարցազրույցները եւ նաեւ մեկնաբանություններ թողնեք, ջերմ մեկնաբանություններ, այդպիսով մեզ շատ օգնած կլինեք։ Իսկ այժմ ներկայացնեմ իմ հյուրին, Լարա Առաքելյան, հեռուստամեկնաբան եւ լրագրող։ Ողջույն Լարա։ Ողջույն Անի ջան։ Շատ լարված եմ, որովհետեւ լրագրողի համար իհարկե անսովոր իրավիճակ է լինել այս աթոռին, ոչ թե այդ, այսինքն ոչ թե տալ հարցեր, այլ պատասխանել։ Դե կփորձեմ։ Բայց լարվել պետք չէ, ամեն ինչ շատ լավ է։ Համել մի մոռացեք, որ դուք մամա եք դարձել, դա շատ կարևոր պաշտոն է, այսպես ասած։ Այո, սոցիալական դեր։ Եվ ինչպիսի մայր եք դուք։ Ամուսնուս ես անընդհատ ասում եմ այդ դժվար դեպրեսիվ պահերին, ասում եմ, որ ես լավ մայր չեմ, այ ես սա չկարողացա անել, այ ես չկարողացա հանգստացնել երեխային, այ ես ճիշտ չկողմնորոշվեցի, երբ պետք է կերակրեի, չհասկացա լացի պատճառը որն էր։ Եվ իհարկե ինքը միշտ ասում է, որ չէ, դու աշխարհի ամենալավ մայրն ես, որ դրանք փոքրիկ խնդիրներ են, որ ոչ մի կին երևի քո փոխարենով է լինել, այնպես չի որ գլուխ էր հանելու։ Այո, բոլորի մոտ էլ հենց այդպես էլ լինում է։ Սկիզբը։ Մի խոսքով ես ձգտում եմ լավը լինել գոնե, փորձում եմ։ Իսկ ինչ ասել է լավ մայր։ Լավ մայրը դա իմ մայրն է։ Բայց ես վախենամ երբեք չկարողանամ լինել այդպիսին, այդքան իդեալական մայր, երբ որ քո կյանքը ամբողջովին զավակներիդ համար է այլևս, եւ հետո նրանց զավակների, այն ինչ որ մայրիկս է, ես վախենամ այդպիսինը չկարողանամ դառնալ։ Բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր զավակի համար իր մայրը լավագույնն է բնականաբար։ Թերևս այլ տարբերակ չկա։ Լավ, երեխային դաստիարակելու եք դուք, թե այդուհանդերձ կարծում եք, որ դաստիարակելու կարիք չկա, պետք է օրինակ ծառայել, ինչպես հիմա ընդունված է ասել։ Դե օրինակ ծառայելը արդյոք մեթոդներից մեկը չէ դաստիարակության։ Ենթադրում եմ, որ մեթոդներից մեկն է, համենայն դեպս նաև այդ մեթոդն եմ պատրաստվում կիրառել եւ արդեն կիրառում եմ։ Օրինակ եք ծառայում։ Որովհետեւ լավ խոսք կա, չէ, երբ նոր ծննդաբերած կինը գնում է բժշկի մոտ եւ հարցնում է երբ է պետք սկսել դաստիարակել երեխային եւ նոր է ծնված լինում, բժիշկն ասում է դու 9 ամիս ուշացել ես։ Եւ դա իրոք այդպես է։ Պետք է եւ օրինակ ծառայել եւ հենց մեթոդներ մշակել ու կիրառել, կարծում եմ։ Իսկ ինչպես է մայրությունն ազդել ձեր կյանքի վրա։ Շատ ուղիղ։ Ես մարդ եմ, որ տանը չէր նստում անգամ կիրակի օրը։ Ես միշտ մի բան ունեի անելու, միշտ լիքը գործ, լիքը ծածկված էի միշտ գործով եւ երբ եկավ այդ շրջանը, որ արդեն պետք է նստել տանը ի վերջո, այդտեղից սկսվեց արդեն նախածննդաբերական դեպրեսիան, այսպես ասած, որովհետև ինձ համար դա շատ դժվար էր նստել տանը մենակ։ Ես շատ շփվող եմ, ես շատ խոսք անեմ, ես սիրում եմ լինել իմ գործընկերների միջավայրում, սիրում եմ աշխատել, սիրում եմ վազվզել եւ ուղղակի այսպես տանը նստելը ինձ համար արդեն մեծ սահմանափակում էր ու ես հասկացա, որ ինչ որ լուրջ բան է փոխվում։ Երևի անվերադարձ։ Իսկ երբ որ ճստիկը ծնվում է, արդեն հասկանում ես ինչքան անվերադարձ են այդ փոփոխությունները։ Ես մի քանի օր առաջ ընկերներիցս մեկի հետ էի խոսում ու ասացի, լսիր, ես երեք գիշերը լացում էի գիտակցումից, ես գիտեի, որ այդպես է լինելու, բայց միայն հիմա գիտակցեցի, որ երբ որ մայր ես դառնում, էլ երբեք չես կարող հանգստանալ։ Նույնիսկ ծովի ափին, նույնիսկ լավագույն հյուրանոցում աշխարհի, դու էլ երբեք չես կարող պարզապես խորը քնել։ Այդքան փոխվում է կյանքը։ Շատ բարձ ճշմարտություն է, բայց շատ ուշ ենք հասկանում իրականում։ Թեև քաղցր ճշմարտություն այն մարդկանց համար, ովքեր իսկապես քաղցրությամբ են ընդունում այդ իրականությունը։
Ինչ նոր արժեքներ են եկել քո կյանք, ինչպես է նորովի ձևափոխվել քո կյանքը։ Իմ լավ ընկերը եւ գործընկերը կիմանաք նրան անշուշտ գրող Հովիկ Աղաֆյան մի հրաշալի բան ասեց։ Իբրև շնորհավորանք ճուտիկիս ծնունդին նա ինձ մեկ տող էր ուղարկել սոցցանցով եւ գրել էր. «Այ հիմա դու կարող ես մարդ սպանել»։ Ես շատ հուզվեցի, փշաքաղվեցի ու հասկացա, որ ճիշտ է։ Ես հիմա իրոք կարող եմ մարդ սպանել, եթե դրա կարիքը լինի։ Սա է այդ հարցի պատասխանը։ Այս հուզական նոտայից անցում կատարենք մի փոքր ավելի աշխատանքային մասնագիտական նոտայի, բայց կրկին համեմատելով մայրության հետ։ Մասնագիտությունը եւ մայրությունը համեմատել եք երբևէ իրար հետ։ Պատասխանատվության առումով Գուցե նաեւ։ Եզրեր կան, եթե այդ առումով փորձենք համեմատել, որովհետև ուղիղ եթերում աշխատող մարդը, այդ ոնց որ ականապատ դաշտով քայլող մարդու պես մի բան է, եւ մայրությունն էլ շատ ընդհանրություններ ունի այդ մարդու հետ, այդ առումով, հա, նման է։ Եվ նաեւ այն առումով, որ իմ ավակ ընկերը եւ ամենասիրելի գործընկերներից մեկը Արտակ Էհերիկյան մի լավ բան է ասում միշտ, երբ զայրանում եմ ես վրա, ասում է, որ այ որոշներդ լրագրող եք միայն քանի դեռ նստած եք այս աթոռին, երբ որ դուք գնում եք տուն, դուք մոռանում եք, որ լրագրող եք եւ այլն, եւ այստեղ բացառիկ ճշմարտություն կա, որովհետեւ լրագրողը 24/7 սկզբունքով է լրագրող։ Դու գիշերը քնած ժամանակ ես լրագրող, միշտ լրագրող ես։ Նույնն է մայրությունը, ճշգրիտ նույնը, դու 24/7 մայր ես, չկա ոչ մի վայրկյան, երբ որ դու մայր չես կամ դու լրագրող չես։ Դա այն մասնագիտությունը չէ, որը դու գնում ես, անում ես, բանկի աշխատանք չէ, կոպիտ ասած, ամենայն հարգանքով բանկում աշխատող բոլոր գործընկերներից նկատմամբ, հա, գործընկերներից չէ, բոլոր մարդկանց ովքեր աշխատում են այդ համակարգում, բայց համեմատականը ավելի ճշգրիտ կհնչի, կարծում եմ, այն առումով, որ հա, աշխատանք է, որը սկսվում է առավոտյան 9-ին, ավարտվում 6-ին, ենթադրենք, լրագրողի աշխատանքը բնավ այդպիսինը չէ։ Կարող է անհրաժեշտություն լինել, Աստված մի հարասցե, որովհետև սովորաբար այդպիսի բաները վատ լուրերի հետ են կապված լինում, կարող է գիշերն էլ պետք լինել արթնանալ եւ գնալ մտնել եթեր, եւ այդ առումով հա շատ նման է։ Հայ մայրիկին առանձնացնենք, հա, այս տեսանկյունից ինչ խնդիրներ ունի հայ մայրը։ Գուցե հենց միայն դաստիարակության տեսանկյունից, եթե դիտարկենք։ Ես կդժվարանամ ասել, որովհետև չգիտեմ ինչ խնդիրներ ունեն աշխարհի մյուս բոլոր մայրերը, ուրիշ երկրներում ապրող մայրերը։ Ես կարող եմ ասել, թե այդ ինչ խնդիր է կապված երեխայի հետ եղել իմ առաջ, որը իմ հայ լինելու հետ ամենայն դեպս կապ ունի։ Այն, որ ես դեռ հղի ժամանակ, երբ տանը մենակ նստած էի լինում, շատ հաճախ մտածում էի Աստված իմ, ոնց եմ ես բացատրելու այս երեխային, երբ նա սկսի հարցեր տալ, թե ինչքան մեծ էր իր հայրենիքը, իսկ հիմա այդքան փոքր է։ Եվ ոնց եմ պատասխանելու հարցին, երբ որ ինքը հարցնի, իսկ դուք ինչ արեցիք, որ ես տեսնեմ այդ մեծ հայրենիքը։ Ու այս հարցի պատասխանն ես դեռ չունեմ, ճիշտն ասած։ Չգիտեմ։ Ես իմ օրինակով ասեմ, մենք արդեն հասել ենք այդ этаպին, ես ու իմ ծագուկը, ինքը հիմա ինձ շարունակաբար հարցնում է, թե ինչու է Հայաստանը այդքան փոքր։ Եվ ես միշտ այդ հարցերը իր հետ քննարկելիս զարմանալիորեն վախ եմ տեսնում իր աչքերում, որովհետև ես տեսնում ու զգում եմ, որ ինքը հենց չափերով է պայմանավորում երկրի հզորությունը։ Ինքը կարծում է, որ եթե Ռուսաստանը աշխարհի ամենամեծ երկիրն է տարածքով, ուրեմն Ռուսաստանը ամենահզոր, օրինակ, սա զուտ օրինակ եմ բերում, որ Ռուսաստանը ամենահզոր պետությունն է, եւ եթե մեծ է, ուրեմն հզոր է համեմատական տեսանկյունից, հա։ Իսկ ինչու է Հայաստանը փոքր, այդ հարցին շատ ենք անդրադարձել ու երբևէ պատասխան չեմ կարողացել տալ։
վստահ եմ երբևէ չեմ էլ կարողանալու, երևի կգա մի ժամանակ, որ ինքը գուցե պատմություն ուսումնասիրի եւ ինքը հասկանա։ Մենակ մի շատ կարևոր բան գիտեմ, հիմա ինքն արդեն ունի նպատակ ստեղծելու ռոբոտներ, որպեսզի կարողանա այդ ռոբոտների շնորհիվ Հայաստանը հզորացնել։ Չգիտեմ դա ինքը ինչպես է պատկերացնում իր փոքրիկ գլխում 7 տարեկան Զակուկ է դեռ, բայց արդեն ունի այդպիսի պլաններ։ Դե առաջ Աստված հուսամ, որ կհաջողի։ Այսպես, ինչքան խոսենք այս թեմայից, անընդհատ հուզական նոտաներ են առաջ գալիս, այնպես որ մեզ ներեցեք դրա համար։ Համել մեկ ամսյակ է, մենք ինչ ուզենք կանենք, մեզ ամեն ինչ ներելի, այո։ Մայրիկների մասին շատ ենք խոսում, եւ այո, մեկ ամսյակ է, ուզած չուզած անընդհատ կնոջ թեման է արծարծվում, մայրիկների թեման է արծարծվում, հատկապես նորաթուխ մայրիկների, բայց այստեղ շատ կարևոր դեր ունեն նաեւ հայրիկները։ Անսահման մեծ։ Մի քիչ կմեկնաբանեք ձեր տեսանկյունից։ Արդեն 3 ամսական Զակուկ ունեք եւ հայրիկի դերը ինչպիսին եք տեսնում ընտանիքում, իր դաստիարակության, բալիկի դաստիարակության հարցում եւ կրկին հայրիկներին առանձնացնենք։ Ես հայկին մի անգամ ասացի եւ հիմա ստիպված կլինեմ կրկնել դա, որովհետեւ ոչինչ չի փոխվել այդ առումով, եթե չլիներ ինքը, ես հազիվ թե համաձայնեի երբևէ երեխա ունենալ, որովհետեւ ես միշտ գիտակցել էի, թե դա ինչ մեծ պատասխանատվություն է ստեղծել նոր կյանք, դաստիարակել, մտցնել աշխարհ ու բաց թողնել, ու դրա համար կողքիդ շատ վստահելի մեկը պետք է լինի։ Ու Հայկը այդ վստահելի մեկն էր, որը ապացուցեց, որ այդպիսինն է, որովհետև առաջին վայրկյանից մինչև հիմա վերջին վայրկյանը չի եկել, բարեբախտաբար։ Առաջին վայրկյանից կողքիս է եւ նույնիսկ երբեմն հղի ժամանակ դեռ ասում էր Երանի կարողանայի մի քիչ էլ ես պահել, որովհետև իրոք արդեն մեջքս ցավում էր վերջին շրջանում ու իր աչքերում այնպիսի էմոցիա կար, որ ինքը կատակ չէր անում։ Եթե լիներ հնարավորություն ինքը իրոք կպահեր։ Դե դա շատ լավ է, դա արդեն խոսում է հոգատար հայրիկի մասին, բայց հայրիկներին անդրադառնանք, հա, ինչպիսին են նրանք կամ գուցե ինչպիսին պիտի լինեն, ինչ ենք մենք ակնկալում իրենցից, ինչն են իրենք տալիս եւ ինչն են պակաս թողնում։ Ես շատ էմոցիոնալ եմ ու նույն այդ հարցը, որ ասացի, չէ, որ կա իմ առաջ եւ ես չգիտեմ ոնց եմ պատասխանելու այդ հարցին, իմ հույսը Հայկն է իրականում, որովհետեւ ինքը ավելի հանգիստ է ու հաստատ մի բացատրություն կգտնի, վստահ եմ, որ կօգնի ինձ այդ հարցում ու շատ ուրիշ հարցերում էլ։ Եվ հա, հենց այդպիսինն էլ պատկերացնում եմ, որ նաեւ պետք է փորձի մայրիկը շատ բան է վերցնում իր վրա, բայց հայրիկը պետք է փորձի այդ բացերը լրացնելով հետևից գալ։ Չգիտեմ, գուցե մի քիչ դժվար է ինձ իբրև կին պատասխանել այս հարցին ճշգրիտ, որովհետև տղամարդը ինքը ավելի լավ կզգա իր պատասխանատվությունների շրջանակը։ Ու նույնը վերաբերում է, այսինքն ազգային բան, այստեղ նույնիսկ դժվարանամ հիմա նշել, հա, ինչ ընդհանուր, ինչ ազգային իդենտիկ է, կդժվարանամ։ Իսկ հայրը պետք է ընտանիքում լինի հենման կետ։ Ինչ առումով։ Ինչ ասել է հենման կետ։ Ընտանիքում ինչ որ մեկը ավելի մեծ դեր է կատարում, չէ՞, եւ մենք սովոր ենք այսպես ասած պատկերացնելու, զգալու, որ հայկական ընտանիքներում հենց հայրն է այդ դերը կատարում։ Հենման կետ, այսինքն մայրը եւ որպես կին եւ որպես մայր հենված է միշտ ամուսնու կողմից օգնությանը ցուցաբերված, այդ թվում նաեւ երեխաները եւ երբեմն նաեւ շատ ավելի ընդարձակ է լինում այդ ցանկը։ Արդյոք սա ճիշտ վերաբերմունք է եւ արդյոք այդպես պետք է լինի։ Իմ փորձառությունը անձնական, իմ ընտանիքի, որտեղ ես ծնվել եմ, մի փոքր ուրիշ է եւ այդ պատճառով ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես է մյուս ընտանիքներում եւ դժվար եմ պատկերացնում այն ինչ դուք նկարագրեցիք իրականում, որովհետեւ
Իմ ընտանիքում դերաբաշխումը նախ մի փոքր տարբեր է եղել, ստացվել է այնպես հանգամանքների բերումով պոստսովետական շրջանի, որ աշխատել է մայրս դրսում ավելի շատ, հայրս եղել է ավելի շատ տանը, զբաղվել է իմ դաստիարակությամբ եւ կրթությամբ, զբաղվել է ֆանտաստիկ։ Ես երբեմն մտածում եմ, որ արդյոք ինչ որ բան ավելացրել եմ առհասարակ այն գիտելիքին, որ փոխանցել է ինձ հայրս, թե ուղղակի շարունակում եմ ուղղակի այդ ինֆորմացիան օգտագործել ու ապրել, այդքան շատ բան են ինձ տվել։ Այդ պատճառով ես կդժվարանամ էլի պատասխանել այդ հարցին, որովհետև այդպիսի դերաբաշխում եմ ունեցել իմ ընտանիքը, իսկ հիմա այն ընտանիքը, որ ես ձևավորում եմ, երևի ավելի շատ ոչ թե մեկի վրա է հենված, այլ տարբեր կենտրոններ ունի հավասարակշռության, հա, երբեմն պետք է, որ ավելի շատ ես պահեմ այդ ծանրությունը, երբեմն, որ ամուսինս ավելի շատ պահի, վստահ եմ, որ շուտով էդն անել իր կայուն այդպես հենման կետ կդառնա, վստահ եմ, որ այդպես ավելի ճիշտ է, քան թողնել ամբողջ ծանրությունը մեկի վրա։ Եթե ճիշտ հասկացա հարցի էությունը, չգիտեմ։ Այո, շատ ճիշտ եք հասկացել, այսինքն հավասարաչափ պիտի բաշխված լինի, պարզապես յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր դերը, իր պարտավորությունները, իր իրավունքները, իմանա ըստ երևույթին սա է ձեր նշածը։ Հայկական ընտանիքներին անդրադառնանք։ Այս թեման չեմ սիրում ես առհասարակ, որովհետև կարծես թե թույլ օղակ է դարձել մեզանում, մեր հանրության մեջ, բայց պետք է նաև անպայման խոսենք սրա մասին, որովհետև ընտանիքի ինստիտուտը կարծես խարխլվել է, թուլացել է հիմա, ինչ-ինչ պատճառներով։ Իհարկե կարելի է այդ պատճառների հետևից էլ գնալ, փորփրելու եւ հասկանալու, թե որտեղ է խնդիրը, բայց ըստ վիճակագրության այսօր հայկական ընտանիքները գոյատևում են մինչև 5 տարի։ Ինչն է խնդիրը, Լարա։ Իրականում շատ նուրբ ու շատ բազմաշերտ թեմա է, նույնիսկ մի քանի րոպեում, չգիտեմ, հնարավոր կլինի գոնե մոտենալ էությանը, դե փորձենք այնուամենայնիվ։ Ինձ թվում է հիմնական խնդիրն այն է, որ տարիների ընթացքում հայ կինը ստացել է եւ ստանձնել է մեծ դեր հանրային կյանքում, նաեւ քաղաքական, տնտեսական մնացած ոլորտներում, իսկ ընտանիքում դեռ մնացել է հին պատկերացումը կնոջ մասին։ Երևի ոչ բոլոր ընտանիքներում անշուշտ, բայց գուցե մեծ մասում։ Ես վերջերս լսեցի մի պատմություն, չմասնավորեցնելով իհարկե ինչի մասին է խոսքը, վստահ եմ, որ շատ կան այդպիսի օրինակներ, հայ, երբ երիտասարդ աղջիկը, որ ունի աշխատանք, ունի զբաղվածություն, հետաքրքրություններ եւ այլն, ամուսնանում է սիրելի տղամարդու հետ, եւ տղամարդու ընտանիքը պնդում է, որ աղջիկը չաշխատի այլևս։ Տղան էլ զարմանալիորեն կանգնում է ընտանիքի կողքին։ Դե հասկանում եք, հնարավոր չէ։ Այսինքն այստեղից պարզ է, որ աղջիկը կարող է դիմանալ 1 տարի, 2 տարի, գուցե մինչև 5 տարի։ Դուք ասացիք, որ 5-ում ամենաշատն են ըստ վիճակագրության։ Գուցե իրոք 5 տարի հնարավոր է ապրել առանց իրելի աշխատանքի, փորձել նվիրվել ընտանիքին, կառուցել նոր տեսակ կյանքի, բայց գուցե դրանից հետո իրոք այլևս հնարավոր չէ եւ գուցե պետք չի մարդուն զրկել իր ստեղծած ամեն ինչից, ստիպել ապրել լրիվ այլ կյանքով, պարզապես որովհետև դու ամուսնացել ես։ Չէ որ ամուսնությունը առանց այդ էլ բարդ բան է, աղջիկը կտրվում է իր ընտանիքից, գնում է մեկ այլ ընտանիք, կամ նրանք եթե առանցին են ապրում, ստեղծում է մեկ այլ ընտանիք, արդեն ինքնին բարդ է ամեն ինչ, ինչու ավելի բարդացնել մարդու կյանքը, ստիպել չգնալ աշխատանքի, չշփվել գոլեգաների հետ, երևի սա է հիմնական խնդիրը, ենթադրում եմ։ Այսինքն հայ հանրությանը բնորոշ, մեր մենթալիտետին բնորոշ որոշակի խնդիրներ կան այս պարագայում։ Անշուշտ։ Լավ, լուծում կա։ Երևի թեորիայի ժանրից պիտի լինեն լուծումները, հա, որովհետև ինչքան էլ մենք մեծ բաներ խոսենք եւ այլն, սերունդ պիտի փոխվի թերևս։ Այդ սերունդը, իհարկե էլի ես հիմա ասում եմ, մտածում եմ մայրիկս ինչպիսի սկեսուր է եղել ֆանտաստիկ, սերնդագից է այն կանանց, որոնք այդպիսի բաներ են պարտադրում հարցներին
ենթադրենք, հա, բայց նա բոլորովին այդպիսին չէ, բոլորովին ուրիշ է։ Կրթական ցենզի երևի խնդիր է, այսինքն կրթության պակասն է, որ ոչ միայն այս խնդրի հիմքում է, մեր շատ խնդիրների հիմքում հենց կրթության պակասն է, եթե խորանանք։ Քանի որ ընտանիքի թեման ենք հիմա քննարկում, ուզում եմ ընտանիքի թեման կապել ազգային ինքնության պահպանման հետ։ Մեկը մյուսի հետ ինչ կապ ունի, ինչքանով են դրանք առնչվում, կամ ընտանիքի լավագույն օրինակով ինչպես կարող ենք պահպանել ազգային ինքնությունը։ Ահ, շատ բարդ հարց է։ Երևի ես չէ, որ պետք է դրան պատասխանեմ, բայց ես կփորձեմ իմ մասով։ Այ եթե կարողացար պահպանել ընտանիքդ, դու արդեն բավականաչափ ուժ կունենաս մտածելու նաև այդքան մեծ բանի մասին, ինչպիսին է ազգային ինքնությունը ու դրա պահպանումը։ Որտեվ ընտանիքը պահպանելն ինքնին հեշտ բան չէ ու պատահական չի վիճակագրությունը, հա, որ 5 տարի են դիմանում ամուսնությունների ինչ-որ տոկոսը։ Դե պատկերացրեք ինչքան ավելի դժվար է ազգային ինքնությունը պահպանելը, այն էլ մեր օրերում, երբ որ կապիտալիզացիայի այդ բոլոր արժեքները ուղղակի խժռում են ազգային ինքնությունը, սպառողականությունը ուղղակի խժռում է ազգային ինքնությունը։ Մեզ փոքրուց սովորեցնում են կոկա-կոլային, բուրգերին, լավ հագուստին, տաք հյուրանոցներին, լավ լողափերին, եւ մենք ենթագիտակցորեն ուզում ենք դա այլևս միշտ։ Եվ երբ որ տանը դա չի լինում, մտածում ես դե թքած տան վրա, բայց թող լավ լինի, թող փող ունենամ, թող կարողանամ լավ հագնվել, լավ սնունդ, սա եւ գնում ես կործանման, ինքնակործանման ճանապարհով ուղիղ։ Բայց դա երևի միայն հայերի խնդրեմը չի, ես ենթադրում եմ, որ բոլոր փոքր ազգերը բախվում են այս խնդրին, շատ ցավոտ են բախվում եւ պետության խնդիրն է ձևավորել համակարգ, որի մեջ մարդը կկարողանա ապրելով սպառողական աշխարհում այնուամենայնիվ անդրադառնալ նաև ազգայինին։ Դրա համար շատ ուժեղ պետություն պետք է ունենաս, հենց պետական համակարգը ես նկատի ունեմ, որովհետև մարդը ինքը ամեն մարդ հո չի կարող դրա մասին մտածել։ Մարդուց չես պահանջի դա, մարդը այնքան հոգս ունի եւ այնքան բնական է իր չմտածելը երբեմն ինչ-որ առումով։ Ինքը ընդամենը ուզում է, որ իր երեխան բարեկեցիկ կյանքով ապրի, որոշները սրանից ավելին մտածելու ոչ ժամանակ ունեն, ոչ ռեսուրս։ Բայց պետք է լինի մի ընդհանուր համակարգ, որ դպրոցից սկսած, մանկապարտեզից սկսած, մինչև մահ մարդուն կպահի այդ ուղեծրի մեջ ազգային։ Եվ երբ որ դա չկա, այստեղից է խնդրեմը։ Ինչ ասել է ուժեղ պետություն։ Ահ, դուք քիչ առաջ նշեցիք, որ այդ ամենը պահպանելու համար, այսինքն ազգային ինքնության պահպանման համար նախ եւ առաջ կարեւոր է ուժեղ պետություն ունենալը։ Այս դեպքում ինչ է ուժեղ պետությունը։ Սա շատ ցավոտ հարց է, որովհետև հիմա ես պիտի նկարագրեմ, ստիպված պիտի լինեմ նկարագրել մի պետություն, որը կապ չունի նրա հետ, որտեղ հիմա մենք ենք ապրում։ Ուժեղ է այն պետությունը, որ ի վիճակի է պաշտպանել իր քաղաքացուն։ Ուժեղ է այն պետությունը, որը ի վիճակի է ստեղծել այդ ուղեծիրը, ես որ ասում էի, հա, այսինքն լինելով մեծ աշխարհի մի մասը, ես քաղաքական գործիչ չեմ, ես չգիտեմ գործիքս անելու, բայց ես պատկերացնում եմ, թե ինչ պետք է լինի լավագույն դեպքում։ Գուցե ինձ կասեք, իսկ ինչպես դա անել, ես չգիտեմ, ես դրա մասնագետը չեմ, ես կառավարում չեմ սովորել։ Բայց կան մարդիկ, որոնք սովորել են, որոնք ունեն գուցե պրակտիկ հմտությունները դա անելու եւ իրենք գուցե ավելի լավ ասեն, թե ինչպես է հնարավոր ստեղծել ուժեղ պետություն, բայց ուժեղ պետությունը դա նա է, որը իրոք կկարողանա լինել մեծ աշխարհի մի մասը, պաշտպանելով սեփականը, պաշտպանելով ատամներով, որովհետև ամբողջ աշխարհում էլի եմ ասում, այդ խնդիրը կա, բոլոր փոքր ազգերը ուղղակի սեփականը կորցնելու վտանգի առաջ են, այդ թվում եւ մենք։ Մեզ ինչ է պակասում այս պահին։ Այդ ուժեղ պետություն ունենալու համար։ Դուք որպես քաղաքացի, ես որպես քաղաքացի, ինչ ունենք անելու։
Գուցե նաև համընդհանուր Տեսեք, խնդրեմը հենց այստեղ է, որ հաճախ եմ բախվում սրան, հաճախ եմ տեսնում այս հարցադրումը։ Ես իմ խոսքի սկզբում, երբ այս թեմայի մասին սկսեցինք խոսել, այդպիսի միտքը ձևակերպեցի, որ մեկ մարդուց շատ բան պահանջելու իրավունք էլ չունենք եւ իրոք չունենք։ Խոսքը գուցե իմ ու ձեր մասին չէ, որովհետև մենք դեռ մեր մասնագիտության մեջ կարող ենք ինչ-որ կերպ որոշ հարցեր բարձրաձայնելով, որոշ բաների լուծումները մասնագետների միջոցով տալով նպաստենք ուժեղ պետության կայացմանը, մեր փոքրիկ լումայով, հա, շատ փոքրիկ, գուցե նույնիսկ անտեսանելի։ Իսկ ինչ պահանջել, օրինակ, պարզ գյուղացուց։ Ինչ պահանջել, ասել, այ դու պետք է սովորեցնես քո երեխային սա, թույլ չտաս, որ ինքը թշնամական քարոզչության եւ այսպես ինչ-որ բաներ ասես, որ ինքը չի էլ հասկանա մեծ հաշվով ինչ, հա։ Մեկ մարդուց շատ բան պահանջել պետք չէ, այստեղ է մեր խնդիրը։ Մենք մտածում ենք, որ այ երբ բոլորը կանգնեն, կլինի, իսկ բոլորը երբեք ոչ մի բան հենց այնպես չեն անի։ Պետք է լինի ինչ-որ կառավարման կենտրոն, ինչ-որ բան, որի վրա այդ մեկերը կարող են հենվել, որովհետև պարզապես մարդը չունի այդ խնդիրը իմ տպավորությամբ, գուցե ես սխալ եմ։ Դուք որպես լրագրող, մեդիա դաշտով պայմանավորված, ինչ կարող ենք անել, որպեսզի կարողանանք այդ ուժեղ պետություն ասվածը էլ ավելի ամրացնել, ամրապնդել, մենք մեր ներսում եւ արտաքին աշխարհի համար, բայց մեդիա դաշտի միջոցով։ Չէ՞ որ դուք այդ գործիքին տիրապետում եք հրաշալի։ Էլի բարդ է, բայց իրականում, որովհետև իրոք չգիտես ինչ անել, որովհետև մեր մասնագիտությունն էլ երբեմն այնպիսի խութերի է հանդիպում, նույնը պատերազմի ժամանակ չէ, երբեմն իրոք չգիտես ինչ անել, եթե հիշենք 44 օրյան, երբեմն դու օրինակ գալիս է իրավիճակ, որ դու գիտես, որ վատ է, ամեն ինչ շատ վատ է, բայց դու եթերում դա չես ասի հո։ Եվ դու չգիտես ճիշտ է, որ չես ասի, թե սխալ է, որ չես ասի։ Հիմա անցել է, էլի չգիտես, հիմա ճիշտ էր, որ չասեցիր եւ տրվեցիր այդ բնազդին ցանկությանը մեծ, որ կստացվի կհաղթենք եւ ասեցիր այն անկախ ամեն ինչից հաղթելու ենք, սիրելի ժողովուրդ։ Որ ամրության կոչ արեցիր ես, բայց չասեցիր այն ինչ գիտես իրականում, գիտես, որ վատ է։ Իսկ դու ունես այդ ինֆորմացիան, դու գիտես, որ վատ է։ Հիմա լավ արեցինք, թե չգիտեմ։ Սա երևի այն դաշտն է, որտեղ ես լիարժեք համաձայն եմ քեզ հետ։ Քանի որ անդրադարձանք մեդիա դաշտին եւ արդեն նշեցի, որ դուք մասնագիտությամբ լրագրող եք, խոսենք հենց լրագրության մասին։ Ինչու լրագրություն։ Թեթև հարցեր գնացին։ Ավելի թեթևացեք։ Ես չգիտեմ, ես գիտեմ միայն, որ երբ նոր էի սովորել Այբուբենի բոլոր տառերը գրել, իմ փոքր ժամանակվա նկարներից մեկի հետևի մասում գրել էի Լարա Առաքելյան լրագրող։ Դա եղել է առաջին բաներից մեկը, որ ես գրել եմ։ Ու այդ ցանկությունը ապրել է ինձ հետ, մեծացել է ինձ հետ, որտեղից է առաջացել, ես իրոք չգիտեմ, որովհետև դա հնարավոր չի հիշել երևի, ինչ-որ մի բան եմ տեսել, ինչ-որ մի ռեպորտաժ գուցե, ինչ-որ մի հեռուստամեկնաբանի, որ ինձ ես չգիտեմ, ես մեկ էլ հիշում եմ, որ արդեն ավելի մեծ հասակում ես հեղինակային հաղորդումների սցենարներ էի գրում, հայելու դիմաց պարապում էի, թե ինչպես են վարելու այդ հաղորդումները կան, իդեպ այդ նոթատետրերը պահպանվում են, եւ իրոք ինձ հետ մեծացել է այդ ցանկությունը եւ ամեն տարի, երբ ես մեծանում եմ, այդ ցանկությունն էլ հետն է մեծանում։ Ոչ մի վայրկյան ավելի փոքր չի դարձել։ Լրագրող լինելու եւ մնալու ցանկությունը շարունակում է ինձ հետ մեծանալ։ Ինչ հետաքրքիր է։ Ես հիշում եմ, որ փոքր տարիքում ես ինքս էլ միջոցառումներ էի կազմակերպում մեր բակում, հավաքում էի մեր բակի բոլոր երեխաներին, բոլորին բաժանում էի երգեր, խոսքեր էի տալիս ու ես միշտ ասում էի, ես հաղորդավարն եմ լինելու։ Ու այդպես ես էլ մեծացել եմ։ Որքան ժամանակ է որ լուրերում եք։ Հենց լրատվական թողարկումներում 2000
չէ, եթե ռադիոն էլ հաշվեմ, 2015-16 թվականներից։ Իսկ ինչպես եղավ, որ լրագրություն սովորելու ընթացքում որոշեցիք ուղղությունը դեպի հենց լրատվություն տանել։ Այսա արդեն ես չընտրեցի, դա ինձ ընտրեց ավելի շատ։ Ուղղությունը ինձ ընտրեց, ոչ թե ես ընտրեցի ուղղությունը, որովհետև ինձ թվում է մեր երկրում, հատկապես երբ արդեն ընտրել ես այդ պատասխանատու մասնագիտությունը լրագրողի, շատ անպատասխանատու է դուրս դնել քեզ լրահոսից, որովհետև այդտեղ մարդուժ պետք է։ Լրագրության ոլորտը վերջին տարիներին ինչ փոփոխությունների է ենթարկվել, հաշվի առնելով երևի նաև մեր երկրում տեղի ունեցող այս բուռն իրադարձությունները, շարունակաբար, դրանք ինչ ազդեցություն են ունեցել, ավելի դրական, թե բացասական։ Փոփոխություններ շատ են եղել այս տարիների ընթացքում, եւ դրական, եւ բացասական։ Ընդհանուր առմամբ շատ բարդ ժամանակներ են լրագրողի համար, շատ բարդ, սկսած նրանից, որ արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս, գործիքներ է տալիս ստեղծելու այնպիսի կոնտենտ, որ դժվար է տարբերել իրականից եւ պատկերացնում եք, թե որքան է բարդանում լրագրողի գործը fact checking անելու ժամանակ, այսինքն երբեմն ստացվում է ինչ-որ ինֆորմացիա, որը վայրկյանական պետք է հայտնվի եթերում, բայց դու զիջում ես, օպերատիվությունը տուժում է, որովհետև դու պետք է ստուգես, որովհետև հիմա հնարավոր է անգամ գերճշգրիտ տեսանյութեր կեղծել եւ երբեք չգիտես ինչ տալ եթեր, այսինքն ահռելի ծավալի գործ կա անելու, այդ առումով արդեն իսկ բարդ է։ Եթե սրան գումարենք մեր երկրի գոյություն ունեցող խնդիրները, սկսած սահմանային իրավիճակից եւ մնացած, արդեն պատկերացնում եք, թե հայ լրագրողի համար ինչպիսի շրջան է, ես նույնիսկ հիմա չկարողամ, բավականին բարդ է։ Իսկ դուք ինչ կփոխեիք։ Որտեղ։ Հենց լրատվության դաշտում։ Իրականում, քանի որ ես սիրում եմ իմ գործը, հա, ինչքան խառն է լինում, լրագրողի համար այդքան հետաքրքիր է աշխատանքը։ Ոչ մի նոր բան ձեզ համար չեմ ասի, ինչքան խառն է լրահոսը, այնքան ավելի հետաքրքիր գործ կա անելու, այդ առումով դա քեզ կարող է դուր գալ, որովհետև դա ինչ որ առումով տալիս է էներգիա, դու անընդհատ այդ հոսքի մեջ ես եւ դա, հա։ Ես կուզենայի առնվազն, որ ավելի քիչ վատ լուրեր ստիպված լինեինք հայտնել, որովհետև ոչ մի լրագրող վստահ եմ չի ուզում այդ լուրերը հայտնել։ Իսկ լավ լրագրողը որպես այդպիսին, ինչպիսին պիտի լինի։ Կամ լավագույն որակները, որոնք պետք է լինեն, որ պիտի ունենա այդ լավ լրագրող ասվածը։ Սա էլ է շատ բարդ հարց, որովհետև եթե դասագրքային մոտեցում ցուցաբերենք, պետք է սկսենք թվարկել հստակ հատկանիշներ, հա, օրինակ, որոնցից ամենակարևորներից մեկն է անաչառություն, օբյեկտիվություն։ Սա այն դեպքում, երբ օբյեկտիվություն ինքնին գոյություն չունի, որովհետև մարդը ինքը սուբյեկտ է եւ ոչ թե օբյեկտ, եւ ցանկացած բան, որ մտածում է իսկ մարդը, արդեն սուբյեկտիվ է եւ երբեք չի կարող լինել օբյեկտիվ։ Դե հավանաբար լավ է, երբ կարողանում է շատ կարծիքներ լսել, ինչքան շատ, այնքան կարող է օբյեկտիվության խաբկանք առաջանալ գոնե։ Բայց մենք հո գիտենք, որ չկա, այսինքն դա մեր մեղքով չի, որ չկա, այլ մարդարարածն է այդպիսին է։ Համենայն դեպս ես աշխատում եմ այն մեդիա թիմում, որը ձգտում է անաչառության, այսինքն այդ ձգտումը երևի ամենակարևորն է, ինչպես շատ հարցերում, այնպես էլ այստեղ, ոնց է քրիստոնեության մեջ, չէ, համարվում է, որ մարդն ինքնին մեղավոր է եւ խնդիրը ոչ թե մեղք չգործելը, եթե շատ պարզ փորձենք ձևակերպել, այլ մի անգամ ինձ շատ լավ բացատրեց դա մի քահանա, որը ասաց, որ խնդիրը ոչ թե ինքնին մեղք չգործելը, այլ ձգտելը համենայն դեպս չգործել մեղք եւ ապաշխարելը իրոք։ Եվ նույնը երևի հենց այստեղ է, իրոք խնդիրն է ձգտել լինել լավ լրագրող եւ համենայն դեպս ուրախ եմ, որ շրջապատված եմ շատ այդպիսի գաղափարակից ընկերներով։ Եթե հնարավորություն ունենայիք հարցազրույց վերցնել մեր մեծերից որևէ մեկից,
որ հիմա այլևս մեզ հետ չէ։ Ով էր լինելու այդ մարդը եւ հատկապես ինչ հարցեր պիտի հնչեցնեիք։ Երբեք չեմ մտածել սրա մասին, երևի որովհետև մասնագիտությունը շատ ռեալիստիկ է եւ ստիպված չես լինում մտածել իսկ ինչ, եթե ես հնարավորություն ունենայի։ Հիմա ոտքի վրա երևի պիտի փորձեմ մտածել։ Հավանաբար Նժդեհին։ Ինչու՞։ Որովհետև մեր ազգային ինքնությունը մեծամասամբ կապված է նաև իր անվան հետ եւ շատ հետաքրքիր կլիներ թե ինչ կասեր ինքը այն ամենի մասին ինչ մենք ապրում ենք այսօր կապված հենց իր հետ մեկը Հստակ ինչ որ հարցեր կան, որ օրինակ կուզեիք հնչեցնել։ Այնքան բարդ կլիներ, չէ, իրեն հարց ձևակերպելը, ես հիմա որ պատկերացնում եմ ուղղակի։ Ես ուղղակի կխնդրեի վերլուծել մեր իրականության ասպեկտները, որոնք ինքը հարկ է համարում եւ ինչպես ինքը հարկ է համարում, ես կդժվարանայի երևի հարց ձևակերպել։ Հետո իր խոսքից բխող ինչ որ բան գուցե կհարցնեի։ Գուցե լուծումներ խնդրեինք։ Գուցե։ Մենք ունենք արագ հարցերի շարք, քանի որ հաղորդումը կոչվում է Հայը, հետեւաբար արագ հարցերն էլ կապված են հայի հայրենիքի հետ։ Խնդրում եմ արագ ամփոփ պատասխանել։ Սովորաբար երկար-բարակ սկսում են, բայց փորձենք ավելի արագ, հա։ Ով է հայն իր էությամբ։ Ձեր էջում, եթե չեմ սխալվում, դուք մի անգամ պարզապես տեսախցիկի առաջ ընթերցել եք Տերենիկ Դեմիրճյանի Հայը։ Որպեսզի շատ կարճ լինի, ես կխնդրեմ իբրև պատասխան այս հարցին ուղղակի կարդալ Տերենիկ Դեմիրճյանի Հայը, որովհետև ավելի համակողմանի ոչ ոք դա չի ասի։ Այո, շատ հրաշալի է էսեն, հրաշալի ներկայացված է ամեն ինչ։ Հայի իրական ուժի գաղտնիքը ո՞րն է։ Ուժի։ Այո։ Դա աստվածային ինչ որ մի ուժ է։ Այդպիսի անեկդոտ կա անգամ, չէ՞, որ ասում են Աստված ասում է այս հայերը էլի հույսը ինձ վրա են դրել, բայց իրոք դա աստվածային մի բան է, այդքան շատ սխալվել եւ միևնույնն է գալ հասնել 21-րդ դար ու ես վստահ եմ դեռելի։ Էլի սխալվելու են։ Չգիտեմ, ես չգիտեմ դրա անունը, բայց դա աստվածային մի բան է։ Որն է ազգային մտածողության առանձնահատկությունը։ Այն, որ մենք չխրատվող ժողովուրդ ենք, ինչպես Նժդեհը հենց ասում էր, չխրատվող ժողովուրդ, դա առանձնահատկություն է։ Սեփական պատմությունից դասեր քաղել չիմացող ժողովուրդ։ Հայկականությունը շարունակական պահելու գաղտնիքը ո՞րն է։ Տեր լինելը, այսինքն պատասխանատվությունից չխուսափելը։ Նաև ազգային պատասխանատվություններից չխուսափելը։ Իսկ տեր լինել ասելով ինչի նկատի ունենք մեր հողին, մշակույթին, լեզվին, երկրին, ամեն ինչին, հայրենակցին։ 3 հատկանիշ, որ հայը պարտադիր պիտի ունենա։ Հիմա շատ ապրիորի կհնչի, եթե ասեմ հայրենասիրություն, որովհետև այնքան չարչրկված բառ է, որ արդեն չի արտահայտում երևի իր էությունը։ Այդուհանդերձ հայրենասիրություն։ Այդուհանդերձ հայրենասիրություն, պատասխանատվություն։ Պատասխանատվություն կողքինիդ նկատմամբ, որ կարծում եմ պակասել է շատ մեր մեջ ու գուցե դրա պատճառով է, որ հիմա Բաքվի բանտերում հայեր կան, իսկ մեր կյանքը ինչ որ առումով ընթանում է իր հունով եւ շատ-շատերիս կյանքում ոչինչ չի փոխվել, թեև երևի իրոք պիտի փոխվեր շատ բան։ Ու չգիտեմ էլ մենք դրանում մեղավոր ենք, թե չէ։ Պարադոքսալ է։ Որն է հայի առաքելությունը։ Լինել։ Մնալ, գոնե մնալ։ Հա, հետաքրքիր է։ Որովհետև հին ազգերից ով է մնացել, շատ քչերն են մնացել։ Եվ արդեն այնքան հին ենք, որ հոգնել ենք իրոք լինելուց, որովհետև գուցե ազգն էլ մարդու պես է ծերանում է ինչ որ պահի։ Եվ ինչ որ մի նոր բան է պետք, որ վերակենդանանա ու նոր ռիթմով սկսի ապրել, չգիտեմ։ Բայց այսքան պատերազմները մեզ չեն սթափեցնում։ Ավելի են ծերացնում։ Մենք ամեն մեկս մեր վրա դա կարող ենք զգալ։ 44 օրյայի ընթացքում ես դե իհարկե դիմահարդարվում ես եթերից առաջ եւ այլն բան, բայց հայելիում ինձ չէի նայել։
որ աչքերիս մեջ նայեմ, տեսնեմ այդ ով է այդտեղից ինձ նայողը։ Ու երբ որ ամեն ինչ ավարտվեց ու մի օր ես նայեցի հայելուն, իհարկե ուրիշ բաներ էին եղել էր կորոնավիրուսը, ես նաև անձնական կորուստ էի ունեցել, հայրիկիս էի կորցրել եւ պատերազմը իր ամբողջ դժոխքով, ես նայեցի հայելու մեջ ու ես տեսա, որ ես ծեր եմ արդեն վերջ։ Ինչպիսի Հայաստան ենք պատկերացնում 20 տարի հետո, անկախ այն բոլոր ծանր թեմաներից, որ քննարկեցինք այսօր, այդուհանդերձ սրանից 20 տարի հետո ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել։ Այս հարցին ստիպված եմ պատասխանել արդեն որպես ուղղակի մամա, որովհետև երբ որ ունես ճուտիկ, հույսը հաստատ վերջինն է մեռնում, այստեղ հաստատ այդպես է։ Ես դեռ հույս ունեմ, որ երբ որ այդնաս լինի 20 տարեկան, ինքը Արցախեր կկարողանա գնալ, ինքը դադիվանքեր կկարողանա գնալ, գուցե կարողանա այնտեղ, չգիտեմ, հույս ունեմ։ Քանի որ կանանց տոնին ընդառաջ ենք անում այս նկարահանումը, խնդրում եմ հայ կանանց ուղված ձեր բարեմաղթանքը, խոսքը, հորդորը գուցե կոչը ուղեք։ Դե չգիտեմ ինչ ընդունված ասել, շնորհավոր, չէ՞, շնորհավորել է ընդունված։ Իրականում կին լինել այնքան դժվար բան է, եւ այն էլ մեր երկրում կին լինելը եւ մայր լինելը այնքան դժվար բան է, որ պետք է ուղղակի պնդություն մաղթել, կարծում եմ, իրոք պետք է մաղթել իրար, որ պինդ լինենք եւ տեսնենք ինչ է լինելու, չգիտեմ, սովորաբար լրագրողներին են հարցնում, չէ՞, վերջում ինչ է լինելու։ Բայց մենք էլ չգիտենք, իրոք մենք էլ չգիտենք վերջում ինչ է լինելու, հուսանք, որ այդ վերջը մոտ չի։ Լարա, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հրաշալի էր ուղղակի։ Թող բալիկը մի քիչ մեծանա, մենք էլի կհանդիպենք մեր խաղավարում։ Տեսնենք ինչ է փոխվել, չէ՞։ Այո, վստահ եմ, հաստատ փոփոխություններ գրանցած կլինենք եւ հույս ունեմ, որ լավ իմաստով, նաեւ երկրի մասշտաբով։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրը Լարաներ Առաքելյան, հեռուստամեկնաբան եւ լրագրող, նաեւ նորաթուխ մայրիկ։ Սա հստակ նշում եմ, որովհետեւ մենք կանանց տոնին ընդառաջ ենք նկարահանում մեր այս թողարկումը։ Իսկ դա շատ կարեւոր փաստ է։ Նաեւ պետք է հորդորեմ, հիշեցնեմ, կոչ անեմ, որպեսզի բաժանորդագրվեք YouTube-յան մեր ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները։ Պետք է գրեք ջերմ մեկնաբանություններ եւ նաեւ կիսվեք ու տարածեք մեր հարցազրույցներն ու հոլովակները։ Կանխավ, շնորհակալ եմ։ Ես Անին եմ Զաքարյան, դեռ կհանդիպենք։